Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամ Ամարաց ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամ Ամարացի նորաբաց խանութսրահում։ Ողջույն, Շանթի եթերում Հայաստանյան X Factor-ի օրագիրն է։ Էմի և Եգոր Գլումովի խմբերը հաղթարեցին ևս մեկ փորձություն։ Խմբերում նրանք արդեն 3-ն են։ Իսկ այս օրագրում եկեք տեսնենք ինչ է կատարվում համերգի ընթացքում Ետնաբեմում։ Բեմում կատարվեց այն ինչ որ ես ուզում եի որ կատարվեր, անձնով, ոնց ես երգեի, ոնց երգը տայի, դե ժյուրի անդամներն է կարծիք իրանց ասին, ոնց ասին մրցույթի տեմպը տվին, շատ գոհ եմ, շնորհակալ եմ, տենանք։ Շանսեր ունես մնալու և պայքարելու, ինչ ես կարծում։ Ունեմ։ If I go, I die happy tonight. Կան մարդիկ, ովքեր իրոք դենց շատ լավ երկեր։ Մարդ է կարող այլ դենց Ոնց միստր Բինը չլի ես այդ Չէ, Ջեյմս Քերին է։ Ճիշտ է այն, որ վոկալի առումով մի քիչ թույլ է, որտեղ շատ հուզված է, ես զգացի, որ մի քիչ պինդ չի, իրոք ոտքից տակը մի քիչ պինդ չի, բայց դա ժամանակավոր բնութագրում, եթե հնարավորություն ստվի, ես անպայման կապացուցեմ, որ ես ունեմ պինդ ձայնել, որտեղ ես շատ եմ աշխատել իմ ձայնում ու աշխատելու եմ։ Պարտայած կպանի շպի վերջին խոսքեր պատիվում է Բիբլիական մասիսին ես դուք միշտ հայոց Դագիկ Հարությունյան Ապրես, շատ լավն էր զգացողությունը, շատ ապրես։ Մանավանդ այդ մոնոլոգը։ Այս բանին իրոք չեմ ուզում մտածեմ շանս ունենալու կամ չունենալու մասին։ Կարևորը ես լավ էներգիա ստացա ու հուսով եմ լավ էներգիա տվեցի հանդիսատեսին։ Սպասենք։ Սպասենք։ Եվ այսպիսով X Factor Եգոր Գլումովի քառյակ եւ նրանցից ընդամենը 3-ն են անցնելու եզրափակիչ ովքեր։ Գոր, ով է քո եռյակում առաջին։ Հիմա բեմում կատարվում է այն, ինչը որ րոպեներ հետո մեզ հետ է կատարվելու, ես ուղղակի իրենց չեմ նախանցում։ Երեխեքից կներեք, բայց ինքը իմ համար միանշանակ։ Սյուզին, անզղել չգիտեմ։ Երկրորդ շատ հասուն և լավ եկջուրի։ Համակարծիք ենք։
Սա նրա համար չեմ ասում, որ ինքը հիմա իմ անունը տվեց բոլորովին։ Ես բացահայտեցի մի մարդու, ով ունի կամքի ուժ աշխատելու եւ աշխատանքի արդյունքում, եթե իր մտքում նեգատիվ որևէ բան չկա, հասնելու նրան, ինչ որ ուզում է մեր ղեկավարը։ Ընտրությունը շատ բարդ է լինելու, չեմ նախանձում եմին, ճիշտ ասած։ Վայե Հովակիմյան։ Վայե։ Էմի երեակում չգիտեմ ով է լինելու, ես ինքս անձամբ իմ մասին կասեմ եմ, որ չգիտեմ կանցնեմ թե չեմ անցնի, բայց իմ նպատակը մեկն է, որ այն մարդը, ով որ ինձ դրել է այս ուղու վրա, հիմա ափսոս իմ կողքը չի ու վերևից տեսնի Վարդանայից նա։ Ես էլ ուզում ասեմ, րոպեներ հետո դու պիտի երիք իրավունք չունես։ Լավ, այսինքն թող մեջից դուրս գա։ Ձեր ստատիտով մենք գիտենք մեր երեակի Անկեղծ ես էլ չեմ կարող ասել, թե երեակում ով կլինի, ով է լինի շատ ուրախ կլինեմ, միանշանակ ցանկությունը մեծ է, որ ես անցնեմ, բայց ով է լինի շատ ուրախ կլինեմ, համոզված եմ, որ մեր շացիելի ղեկավարը շատ ճիշտ որոշում կկայացնի։ Խոսքով աղջիկներ առաջ։ Անցած ելույթիցս 2 օր հետո իմ հետ մի հատ դժբախտ դեպք պատահեց, որ իմ հարազատի հետ իմ տատիկի, իմ միակ տատիկի, ով չգիտեմ, մանկուց ինքն է եղել իմ կողքով, հենց ինքն է այս ուղու վրա դրել ինձ։ Սկզբից նախագծին մասնակցելու ցանկություններ չունեի։ Պրոստը ինքն էր ուժ տալիս։ Ով է կարերևից թվում Անահիտ։ Գագիկ Հարությունյան։ Գագիկ Հարությունյան։ Ես մի անկեղծ բան ասեմ, երևի թե սա կլինի վերջին մրցույթը, որին ես կմասնակցեմ, որպես առաջին, այսպես ասած, ճակերտավոր առաջին քայլեր, ինչ որ փորձել այս տեսակի մեջ երևի թե վերջին մրցույթը, որովհետև հասկացա, որ իմ առողջությունը իհարկե պայքարելու եմ նախագծում, բայց իմ առողջությունը կարևոր է, որովհետև եթե անկեղծ պետք է խոստովանեմ, որ մենք այս պահերին այնքան նյարդեր ենք պատմում, որ մեր առողջության կեսից ավելին գնում է։ Զարքիս Հարությունյան։ Необходимо покинуть проект. Тем самым уступить место нашей прекрасной половине. Если лиматься сыра хостом. Вообще он способен. Раз лиматься сыра хостом. Ես կուզենայի այդ ու մեր խմբից լինեի։ Նոր եմ, որ Վահե ջան։ Չէի մտածում անցնել կամ չանցնելու մասին, չգիտեմ, տենց երևի չեմ քննարկել իմ մեջ այդ հարցը, էլի անցնեմ թե չանցնեմ, բայց ուրախ եմ դե բնականաբար, որ անցել եմ։ Իրոք կաշխատեմ, որ հաջորդ բոլին ինչ-որ բանով թեկուզ զարմացնեմ, այն որ ինձանից չեն սպասի, թե հանդիսատեսը, թե ժյուրին։ Շատ անակնկալ էր իմ համար, ես շատ ուրախ եմ Անահիտի համար, չնայած, որ ես Սարգիսի համար էլ շատ ուրախ, ուղղակի զարմանալի էր, չգիտեմ։ Դու հեշտությամբ ընդունեցիր Սարգիսի որոշումը, կարծես, չառարկեցիր, ինչու։ Չգիտեմ, ես մի քիչ հիմա հələ ուշքի չեմ գալի, չեմ պատկերացնում այս վիճակները, հələ չգիտեմ ինչ է կատարվում, փորձում էի հարմարվել այն հանգամանքին, որ ես արդեն դուրս եմ մնացել պրոյեկտից, չգիտեմ, չեմ կարող բացատրել, ինձ թվում է պիտի Սարգիսի հետ լուրջ խոսամ, հասկանամ ինչի, նախ ինքը ասաց ես ունեմ ռեալ պատճառներ, բացի այդ, ես ունեմ ռեալ պատճառներ ու երկրորդը ես ուզում եմ ուստուպկա գնամ, հիմա ուզում եմ խոսամ, ինչն է խնդիրը, Սարգիս կգաս մի հատ։ Ես ոնց որ իմ տեղը վիճամ քեզ։ Опять интервью? Չեմ կարում հայրը։ Ես քեզ կօգնեմ։ Հա, լավ, լավ։ Հիմա ինձ ասում ես դու ռեալ պատճառներ ունես, բացի այն, որ ուստուպկա ես ինձ ուզում գնաս, ուզում ես ինձ փոխսիչման գնաս։ Ասա մի հատ ռեալ պատճառը ես ինձ մեղավոր չզգամ, էլի։ Քեզ սենց ասեմ, քեզ մեղավոր կարած չզգաս։ Հա, բայց ռեալ պատճառը ասա։ Ես գիտեմ, թե ես ուզում եմ հենց հիմա գնամ գոմեն ասեմ, չէ, փոխեք։ Էդի իմ որոշումն է, դրա համար կարաս ոչ մեկին չէ դաս ոչ մի բաներ չասես։
իսկ Դու ունես անձնական պատճառ։ Պատճառը դե մի պատճառը կա։ Չես ուզում ասել։ Դու մասնակցի ու կարի։ Ճիշտ ասի կարելը։ Հաղթի։ Դե սաղդ էլ հաղթակ է։ Listen to her, 'cause I know how it ends. When you lose the one you wanted, 'cause they're taking you for granted, and everything you had got destroyed. If I were a boy, I would turn off my phone. Չազդեց, արցունքները չազդեց։ Շատ լավ, մաղարդեց։ Մալադեց։ Ձեռս չեմ ուզում գլխի դնեմ, որտեղ ես համանցել էի, համ չէի անցել։ Դուխով անցել ես։ Բրավո, շատ լավ եւ Արի ես է պատրաստ։ Փաթաթ երեկոյա։ Էմոցիաներ շատ են։ Ուղղակի չգիտեմ, մեկ տխրության, համ ուրախության, համ չգիտեմ, շուտով կլինի տխրության բայրը գուցե։ Չգիտեմ իմ համար թե իմ ընկերների, բայց հուսով եմ լավ ներկայացա։ Չգիտեմ ինչ կլինի, բայց հուսով եմ տատիկիս ասածները կիրականանան։ Անցած փուլը, որ անցել էի, գնացի տուն ու ասացի տա ջան, անցել եմ հաջորդ փուլը, ասաց դու մյուսն էլ կանցնես, մյուսն էլ։ Չգիտեմ, հուսամ։ Սերունդեր խաչերով սինված հաղթեցին դարերին համար քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ քարեր հայ խաչեր անգամ ցավներ հայ ու հավերժ մի Այդ փորձերի ժամանակ չէր անում։ Ամեն դեպքում ես ուզում եմ, որ բոլոր իմ մասնակիցներին, այս պահին, բոլոր իմ թորք աղջիկներին Հատկապես հիմա և հատկապես Անահիտ Հակոբյանին Հատապել է Հայրենիք երկու Այս սաղիկը ես սիրով նվիրում Ոյ Ինձ թվում է կշարունակեմ ինչու Ես կարճեցի իմ ղեկավարի խոսքերից, բայց որոնք միանշանակ չեն, միգուցե եւ ես լքեմ, չգիտեմ Ես հասկացա, որ այն ինչը, որ ինքը պահանջել էր, ես արեցի Իսկ ինքը շեշտեց, որ եռյակ կմտնեն այն մասնակիցները, ովքեր կանեն այն ինչը, որ ինքը պահանջել էր Չգիտեմ, եթե այսպես մտածենք, միգուցե այո, ինչու չէ Կարևորը ինքը կողմ Мои детишки Սպասեք Ժաննան Տեսնենք Ժաննան Չէ, լավ չէր Աչերը շարնակում է Այո Ապրես Գագոն կպել է քեզ Չգիտեմ, ուղղակի լարվածությունը շատ մեծ էր Չգիտեմ ինչ կլինի, կանցնեմ թե ոչ Բայց ինչ ուզում եմ լինի, եմի հետ միանշանակ համաձայն կլինի Dream
Էմի, ում ես տեսնում քո եռյակում առաջինը։ Անահիտ։ Անահիտ։ Մերի։ Մերի։ Պրոյեկտում մնում է Ժաննան։ Ժաննան։ Ես միշտ խմեջքի կանգնացել, բոլորի։ Մենք իրականանում ենք Չէ, բայց ես անկեղծ լավ եմ, որովհետև ղեկավարի կողմից լսել այդ բառերը, որ այլևս մարդը կայացած պրոֆեսիոնալ մարդ ինձ ասում է ինձ տալու ոչինչ այլևս չուներում են, ես ինչքան փոքր եմ, չէ, իրանից եւ իմ տարիքով, եւ իմ ունեցած փոքրիկ փորձով, բայց ինքը այդքան փորձ ունեցած ինձ ոչինչ չունի էլ տալու։ Սրանից ավել հաղթանակ ես չգիտեմ ինչ ասեմ։ Տարիների փորձ ունեցող երգչուհին ինձ ասում է, որ ոչինչ չունի ինձ տալու, դա ոնց որ ինձ ասեին X Factor 3-ն ինձ, չգիտեմ։ Այդ կարգի մի բան էր, որովհետև սրան արժանանալն էլ այսպես նախագծից հեռանալը հեշտ բան չի։ Ու ես արժանացել եմ սրան երևի թե։ Հեշտ բան չի, ես գիտեմ։ Չփորձեք վատ ներկայանալ, կսպանեմ։ Ես հետևելու եմ ձեզ։ Ես միշտ եմ իրենց կողքին, այո, իհարկե։ Ցանկացած հարցով եւ մասնագիտական եւ չգիտեմ ինչ, որովհետեւ գոնե չգիտեմ, ինձ թվում է որպես արվեստի բու հավարտած մարդ ինչ որ մի բանով իմ ընկերներին կարող եմ օգնել։ Ես երեքից շատ եմ սիրում։ Արդեն օգնել ես։ Պետք է հաղթեք։ Անկեղծ ես աստղիկից հետո խոսք էի տվել, որ բացարձակ չեմ լացելու էլ ոչ մի նախագծում։ Բայց չգիտեմ իրոք։ Եթե անկեղծ ես հույս չունեի, երբ որ երկու մասնակցից մեկի անունը պետք է տար, իմ մտքում միանշանակ Սյուզաննա պետք է ասեր, բայց անչափ շնորհակալ եմ, որ ինձ չասեմ արժանիք տա, որտեվ Սյուզեն իմ համար ֆավորիտ է եղել, անգամ հաղթողի դերում է ես իրեն տեսել, կարծում երևի կայացած էր այս պրոյեկտի համար, ու չգիտեմ, չափի կայացած էր, ու հաղթողն էր մի խոսքով։ Ես ունեմ բոլորիդ համար նվերներ, սրանք ինչ-որ շատ թանկարժեք, չգիտեմ ինչ նվերներ չեն, բայց կարևոր բան է երգչուհու համար, ձայնալարերի համար և դա մի նվեր է, որը ես գիտեմ, որ դուք դրա կարիքը հաստատ ունեք, որովհետև ոչ մի անգամ իմ ասածը չեք լսել, չեք կատարել։ Հուսով եմ սրանք, որ հագնեք ձեր աչքերին, շուտ կգնեք և ինտերնետում քիչ ժամանակ կանցկացնեք, որպեսզի անջատեք ձեր ավելորդ, ոչ այդքան հաճելի մտքերը, քնեք և ձեր ձայնալարերը հանգստացնեք։ Եկեք ձեզ բոլորին գրկեմ։ Մեր հոգևոր մորը մենք ուզում ենք, որպեսզի փորձերին երբեմն միանա մեզ։ Սիրով, ինձ մնում է խոստացել։ Այո, ես խոստացել եմ։ Սա այդ վատ փորձությունների վերջի վատ փորձություններ։ Մի կողմից իհարկե ուրախանում եմ, որ մնացած բոլոր ընտրությունները ես չեմ կատարելու, բայց մյուս կողմից է վախ կա, որ օբյեկտիվ կարողա չլինի ապագա ընտրությունները։ Այստեղ ես իմ կարծիքով հանեցի մեր միակ աղջկան միայն այն պատճառով, որ ինքը այսօր ավելի թույլ էր մի քիչ տղաներից, բայց տեղի ունեցավ մի բան, որը որ իմ համար շատ անսպասելի էր և ստացեց այն ինչ որ ստացեց։ Վերջին մարդուն ընտրելուց առաջ ասացի, որ ես ունեմ ձախ և աջ ձեռք և պատկերացրեք, որ ես ձախով և աջով էլ գրում եմ և հիմա պետք է մի ձեռքս փաստորեն կտրեմ։ Չթուլացավ, որովհետև Անահիտն էլ շատ ուժեղ ռազմիկ է և մենք դեռ կպայքարենք։ Սա երևի թե իմ կյանքի ամենատհաճ պահն էր,
վերջին հատվածը, որովհետև բեմում տեսնում եմ աղջիկներին, ովքեր փորձում են ինչ-որ քայլեր անել, որպեսզի ինչ-որ մի տեղ գնան այդ ճանապարհով։ Բայց գալիս է ինչ-որ մեկը կամ 4 հոգի, մարդ, ով գուցե եւ մեկը հեշտությամբ է անցել, մեկը դժվարությամբ, բայց նույն այդ ճանապարհը անցել է եւ գիտի թե ինչ դժվարություններ են սպասվում հետագայում։ Եվ ինչ որ մասնակցի, որը էլի լավ կատարող է, ասում է ոչ։ Դրանից վատ բան չի կարող լինել, բայց սա ունի իր լավագույն կողմը, որովհետեւ ես իմ մասնակցին ճանապարհել եմ շատ բարձր։ Նրան բոլորը հիշելու են միշտ լավագույն կատարումով, իսկ մնացած կատարումները արդեն իրենից է կախված։ Իմ կարևոր քայլը ես արեցի։ Ես համարում եմ, որ ես նրան ասենց բարձր ձեռքերիս վրա դրած բեմից ուղղակի ճանապարհեցի։ Ուզում եմ, որպեսզի դու քո խոսքերը, որոնք ասացիր բեմում, ապացուցես բոլորիս։